Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում։ Կօգտվեք։ Նա բենզին չի։ Հիմա հասանք արդեն Մանտաշովին։ Մանտաշովը գնաց, այո ոչարեց, հանեց այն դարերում։ Բենզինը նավթը տվեց ադրբեջանցիներին, նրանք թուրք չեն, նրանք թափառաշրջիկ, մոնղոլ, թատար, լեզգի, քուրդ, մյուս, այսենց ոնց որ ամերիկան։ Նույնն էլ Բաքումն է։ Այսօր նրա բենզինը նրա բենզին տարածա, որ ավիրի ամբողջ մեքեն տրանսպորտը։ Նա չունի այդ բենզինը։ Հիմա ինչ բարեկամություն, դե որ բարեկամությունը, խաղաղությունը, այդ անմեղ մարդկանց ինչա կալանավորել։ Թողի։ Ինչ են արել իրան։ Սահմանադրություն փոխի։ Ինչի դու ով ես, որ Հայաստանը պետք է սահմանադրություն փոխի։ Որ ինչ։ Դու բռնապետ ես, բռնանում ես հայ ազգին։ Իր սահմանադրությունը ոնց ուզենա, տենց կորոշի իր սահմանադրությունը իր ժողովրդի հետ միասին։ Այն ժամանակ ասում էին, եթե մի բան առնում ես Թուրքիայից, ուրեմն իրան զինում ես, իրան ֆինանսապես օգնում ես։ Հիմա էլ նույնը դրանց հետ։ Ադրբեջանը մեզ հեշտ լավ բան ասել է, որ մենք նրա հետ համամիտ ինչ-որ բան միտեղ անենք։ Հեշտ լավ բան լսած կաք։ Ես ինչքան լսել եմ, Ալիևը Էրդողանի հետ ինչ ասես մեր գլխին խաղում են, ինչ ասես ասում են։ Հայաստանն էլ իրանց է, երևի Ռուսաստանի կեսն էլ իրանց է, դրանց ոնց կարելի հավատալ, դրանց հետ ասենք բարեկամանալ։ Ես ադրբեջանցուն չեմ ուզում, որ ընթագրեն։ Ես չեմ ուզենա, որ նման մարդկանց ոտքը իմ երկրում լինի, այն որ 70 տարի ասում ապրում էինք թուրքերի հետ, խաղաղ, ես չեմ ընդունում դրանք։ Ոնց կարող իրանք այն ժամանակ էլ էլի մի ձև եղել է, էլի ճնշումներ եղել են Թուրքի կողմից։ Ճիշտ է, մենք հայերը շատ լավ ապրել են Բաքվում, իրանց շատ լավ կենցաղը ամեն ինչը եղել է այնտեղ, բայց տեսակ 88-ի ինչ կատարվեց, որ Մարաղայի ջարդը, այդ Խոջալուի տարբեր այդ ցեղասպանությունը 88 թվականին, որ այդ նույն այդ թուրքը, որ կրակի վրա այրեց էլեկտրական սալիկի պլիտի վրա 11 ամսական տղա երեխու, որ այրեցին։ Այն որ ասում ինչ խաղաղության մասին է խոսքը, որ ադրբեջանցի ավակ լեյտենանտը մեր լեյտենային մեր մի պատկառելի անձնավորություն, ես ճիշտ է բաղ չի վիճակել Գուրգեն Մարկարյանին ճանաչում, այն որ Հունգարիան դրանից հետո դրան տալիս է ազգային հերոսի կոչմանը արժանացնում, Հունգարիայի կողմից ճանաչում է, սահմանադրության կողմից ճանաչում է մարդասպանը արդար եւ նույն հաջողությամբ այդ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիև այդ սուլթանչիկը, այսպես ասած, կանգնում է նրան ավակ լեյտենանտից սարքում է մայոր միանգամից ազգային մարդաճանաչում, տարվա մարդաճանաչում, այդ խաղաղությունը ոնց կարող է պատահի եւ 5000 զոհը այսքան բանից հետո ոնց կարող է պատահի իրենք Թուրքի հետ հաշտվենք։ Ես չեմ կոնկրետ, չգիտեմ, եթե այն մարդը ինչպես Տարածային հարաբերություններն անգամ պետք են այլ բենզին են ներկրում։ Դուք ինչ չեմ, թշնամու ոչ, թշնամու հետ ընդհանրապես չի կարելի։ Ուրիշ բան ասենք, ենթադրենք, որ քո ճանաչվիր, ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացել, այդ ամեն ինչ ճանաչվեր, նորմալ դու քո օրակարգով սահմանների պահը, ասենք, ամեն ինչը կարգավորվեր, բայց բնականաբար Թուրքի ոտնամուտքը այս երկրում ես չեմ։ Այ, տեսեք, ես արդեն կասկածում եմ, ենթադրենք, որ հացը գալիս է, չգիտեմ, Ադրբեջանով, բնականաբար հացի մեջ էլ իրանք Ադրբեջան ոսող ոխերիմ թշնամի է, ինքը ամեն ինչի ընդունակ ազգ է, ամեն ինչ էլ սպասվելի է, ոնց կարող բենզինը ինչ ես չեմ ընդունի կյանքը ոսող ոխերիմ թշնամու հետ անգամ սահմանել բացի, եթե պես որ բնականաբար ոչ մեկս էլ պատերազմ չեն, բայց ինքը խաղաղ ձևերով պատերազմ, խաղաղ ձևերով ինքը ուզում է ոչնչացնի հայ ազգին, Ադրբեջանը եւ Թուրքիան։